Կարանք խոսանք։ Ինչ ա լինելու այս ամեն ինչի վերջը։ Ինչ ես ուզում մեզանից Վիլեն։ Ոչ մի բան։ Բայց դու հիմա հետ ես եկել ու մեր կյանքը 180 աստիճանի փոխվել է։ Սամոն, որ 10 տարուց ավելա թողել էր հանցավոր կյանքը, հիմա սպանել են, որտեղ դու ես հետ եկել։ Մենք էլ մեր համար հանգիստ ապրում էինք, ու ես չգիտեմ վաղը մեր երեխուն ինչ ա սպասվելու։ Վիլեն, ես քեզ սիրում եմ որպես ընտանիքի բարեկամ, որպես ընկերոջ, բայց դու մահ ես սփռում քո շուրջը։ Այդ իմ ընտրությունը չի։ Չէ, այդ հենց քո ընտրությունն է։ Դու ես ընտրել, որ Մանեի կյանքը բոլորիս կյանքից կարևոր է։ Ես իմ կյանքը առանց մի վայրկյան մտածելու կտամ ձեր ընտանիքի համար։ Բայց ով չի հանգստանա ինձ բանելով։ Ինքը ձեր հետևից է կգա։ Դրա մասին ավելի շուտ պետք է մտածել։ Երբ որոշեցիր վերակենդանանաս ու կասվես բոլորիս օգտագործելու։ Ես կոշտից ոչ մի օգնություն չեմ խնդրել։ Պետք էլ չէր։ Ինքը քեզ այնքան է սիրում ու պաշտում, որ պատրաստ է քո համար կյանքն էլ տա։ Ինչ ես ուզում, որ ես անեմ։ Գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Եթե ես հիմա գնամ, շատ անմեղ մարդ կզոհվի։ Եթե չես նկատել, այդ մարդիկ արդեն զոհվում են։ Ու հաջորդը մենք ենք լինելու։ Չէ, ես էլ չեմ թողի։ Դու չես կարող վերահսկես Վիլեն։ Հովոն կգա ու ի վերջո բոլորիս կսպանի։ Իսկ սենց գոնե շանս կա։ Հավատա ինձ, եթե մի փոքր շանս լիներ, ես շատ շուտ խանից գնացած կլինեի։ Ուրեմն ես կգնամ, որ գոնե իմ երեխեն փրկվելու շանս ունենա։ Սոնա, հիմա մեզ իրարից առանձնանալ պետք չի։ Ես էլ քո ոչ մի խոսքին չեմ հավատում Վիլեն։ Ընկերոջդ էլ կասես, որ քանի դեռ քո հետ է, մեզանից հեռու մնա։